Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է Հայաստանի վարչապետի և ՌԴ նախագահի ապրիլի 1-ի հանդիպմանը։ Նրա խոսքով Հայաստանն ըմբռնումով է մոտեցել ռուսական կողմի բարձրաձայնած մտահոգություններին, Մոսկվան կհետևի Երևանի հետագա քայլերին։ Իր հերթին Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հանդիպումը որակել է օգտակար, անկեղծ և անհրաժեշտ։ Նա նշել է, երկու երկրներին միավորում են խոր պատմական կապեր։ Ռուսաստանում ապրում է հայկական մեծ սփյուռք շուրջ 2 միլիոն մարդ։ Հետևաբար Հայաստանի ղեկավարության ընտրած կողմնորոշիչները Մոսկվայի ուշադրության կենտրոնում են։ ՀԱՊԿ պետք է շատ զգույշ և կոռեկտ լինի Հայաստանի հետ աշխատանքում, հայտարարել է Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալատ Բեկ Մասադիկովի հետ հանդիպման ընթացքում։ Լուկաշենկոյի խոսքով կարևոր է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն այցելի Հայաստան, հանդիպի երկրի ղեկավարության հետ և իմանա ապագայի հետ կապված դիրքորոշումը։ Հայաստանը 2024 թվականի փետրվարից սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին, ըստ հայկական կողմի կազմակերպությունը չի կատարել Հայաստանի նկատմամբ պարտավորությունները։ Իրանի արտգործնախարարությունը հաստատել է, որ Թեհրանը միջնորդ երկրների միջոցով հաղորդագրություններ է փոխանակում ԱՄՆ-ի հետ։ Միևնույն ժամանակ ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային հայտնել է, որ բանակցությունները համատեղելի չեն վերջնագրերի և պատերազմական հանցագործությունների սպառնալիքների հետ։ Ըստ մամուլում տարածված տեղեկությունների, միջնորդների առաջարկած ծրագրով նախատեսվում է 45-օրյա հրադադար, որին կհաջորդի համապարփակ համաձայնագրի ստորագրումը։ Իրանական լրատվամիջոցները նշում են, որ Թեհրանը մերժել է ժամանակավոր հրադադարի առաջարկը և ցանկանում է պատերազմի վերջնական ավարտ։ Միևնույն ժամանակ մոտենում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջնագիրը, ըստ որի Հորմուզի նեղուցը չբացվելու դեպքում ապրիլի 7-ին Իրանում էլեկտրակայաններին և կամուրջներին ծանր հարվածներ կհասցվեն։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը երբեք չի վերադառնա իր նախկին վիճակին, հատկապես ԱՄՆ-ի և Իրանի համար։ Ըստ ԻՀՊԿ-ի Պարսից ծոցում նոր կարգ է գործելու։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ երկրի էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածները կործանարար հետևանքներ կունենան համաշխարհային տնտեսության համար։ Զուգահեռ շարունակվում են հարվածները։ Պայթյուններ են տեղի ունեցել Թեհրանում և Իրանի այլ քաղաքներում։ Հաղորդվում է զոհերի մասին, որոնց շարքում կան բարձրաստիճան հրամանատարներ։ Հարվածներ են հասցվել նաև Իրանի նավթաքիմիական գործարաններին։ Իրանն էլ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ, Հայֆայում կա 4 զոհ։ Իրանական ԱԹՍ-ներ և հրթիռներ են խոցել նաև Սաուդյան Արաբիայում, Քուվեյթում, Արաբական Միացյալ Էմիրություններում։ Ռազմական գործողությունները շարունակվում են նաև Իսրայելի և Հզբոլահի միջև, Լիբանանում կան նոր զոհեր։ Իրանի արտգործնախարարության խոսնակն էլ հայտարարել է, որ Իրանի և Ադրբեջանի նախագահների բանակցությունների շնորհիվ հարթվել են այն թյուր ըմբռնումները, որոնք առաջացել էին Նախիջևանի վրա ԱԹՍ-ների հարձակման պատճառով։ Էսմայիլ Բաղային նշել է, որ նման իրավիճակ է եղել նաև Թուրքիայի հետ։ Անկարային տեղեկացվել է, որ Իրանի կողմից ոչ մի գնդակոծություն չի եղել։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որը պետական այցով Վրաստանում է, հանդիպել է երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները։ Կոբախիձեն հայտարարել է, որ Թբիլիսին աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, անհրաժեշտության դեպքում պատրաստ է նպաստել բանակցություններին։ Վարչապետի խոսքով խաղաղության գործընթացն ամրապնդում է Հարավային Կովկասի և Միջին Միջանցքի դերը։ Կոբախիձեն նաև նշել է, որ վրաց-ադրբեջանական հարաբերությունները վստահորեն զարգանում են, կողմերը միմյանց աջակցում են միջազգային կազմակերպություններում, սատարում են միմյանց տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և սահմանների անձեռնմխելիությանը։ Ադրբեջանի նախագահը նշել է, որ աշխատանքներ են տարվում տրանսպորտային միջանցքների ընդլայնման ուղղությամբ, հատկապես Միջին Միջանցքի համատեքստում։ Ալիևի խոսքով այսօր Հարավային Կովկասում բոլորովին նոր իրավիճակ է։ Տարածաշրջանը դառնում է խաղաղության, հանգստության, անվտանգության և համագործակցության տարածք, ի տարբերություն հարևան տարածաշրջանների։ Ալիևը նաև հանդիպում է ունեցել Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլու հետ, քննարկել երկու երկրների միջև ռազմավարական գործընկերությունը և տարբեր ոլորտներում հաջող համագործակցությունը։ Կավելաշվիլին նշել է, ներկայիս աշխարհաքաղաքական գործընթացների ֆոնին տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանումը հատուկ կարևորություն է ստանում։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։